Պարոն Ավետիսյան, բարի երեկո։ Բարի երեկո։ Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարը ստանալով 36% ձայն, որը մյուս մասնակիցների թվերի հետ համեմատ ամենաբարձր ցուցանիշն է, պարտվում է ընտրություններում։ Ինչ մթնոլորտում անցավ ընտրությունները ըստ ձեզ, ինչ առերևույթ ընտրախախտումների դուք անձամբ ականատես եղաք։ Ըստ էության, եթե համեմատելու լինենք, կարելի է ասել, որ իմ մոտ միակ հարցը, որ այսպես դերևս օդում կախված է, դա ցուցակներում ավելացված անձանց տարբեր հասցեներում հանգամանքն է, որը բովանդակային, չգիտես ինչ է, այս պահին դուրս է մնացել բոլոր ուշադրությունից, բայց ես անպայմանորեն կստուգեի եւ հետամուտ կլինեի հասկանալու համար, թե արդյոք ավելացվել են մարդիկ տարբեր հասցեներում, որովհետև մեկ դեպք տեսանք, այսպես շատ տիրաժավորվեց, մնացած դեպքերում շատ աննշան էին խախտումները, իհարկե վարչական ռեսուրսի կիրառումը ակնհայտ էր, իհարկե ճնշումները ակնհայտ էին, բայց ընտրական օրենսգրքի խախտումներ, որպես այդպիսին մեծի մասամբ անհամեմատ քիչ էին եւ կարելի է ասել, որ համեմատաբար նորմալ ընտրություն էր այս առումով։ Մասնակցելիության աստիճանը ավելի բարձր էր, քան 2021 թվականին։ Ինչով եք դուք դա պայմանավորում եւ միևնույն ժամանակ հավելեմ, որ այդուամենայնիվ ցածր մասնակցություն էր, այսինքն առնվազն 40%-ը չի եկել ընտրության։ Սա ինչով կպայմանավորեք այս երկու հանգամանքները։ Իրականում գիտեք, ցուցակներում շատ մարդիկ, ովքեր ընդգրկված են Հայաստանում չեն, բացակայում են, համատարապես ցուցակների 30%-ի մասին է խոսքը։ Նախորդի համեմատության մեջ բարձր ակտիվությունը պայմանավորված էր կուսակցությունների այսպես թվով եւ այդ կուսակցությունները գլխավորող անձանցով։ Մենք առիթ ունեցել ենք ձեր հետ խոսելու, անձերով պայմանավորված մասնակցությունը բարձր էր ի համեմատ նախորդ թիմ ընտրությունների Գյումրիի, բացառապես այս հանգամանքով էր պայմանավորված եւ գուցե նաեւ մի փոքր այսպես քաղաքական ակտիվություն, որը շատ քիչ թերևս մարդկանց բերեց, ավելի շատ առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների տրամաբանության մեջ ինչ որ իմաստով թե մի կողմը, թե մյուս կողմը, թե ընդդիմությունը, թե իշխանությունը ինչ որ խնդիր ուներ, հա, ինքն իր համար ապացուցելու եւ մաքսիմալ ջանք ներդրվեց, այդ իսկ պատճառով մասնակցեցին այնքան, որքան գրեթե տրամաբանորեն առավելագույնը հնարավոր էր Գյումրիում ունենալ մասնակցություն։ Մենք ականատես եղանք մի դրվագի, մի էպիզոդի, որը մեզ հիշեցրեց 2021 թվականի համապետական ընտրությունները, ձայների հաշվարկման ժամանակ գիշերը անջատվում է էլեկտրականությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, նաև Facebook-յան գրառումների, անջատվեց այն մասամբ Գյումրիում, իսկ կային նաև տեղեկություններ, որ գրեթե ամբողջ Գյումրին էր հոսանքազրկված։ Ինչ կարող եք ասել, ինչ տեղի ունեցավ եւ որքան տևեց այս հովարային անջատումը։ Ես պիտի հետ գնամ եւ փորձեմ հիշել մի ընտրություն, որի ժամանակ հոսանքազրկում չի եղել եւ ավելի շատ սա հոգեբանական նշանակություն ուներ, որովհետեւ ընտրական օրենսգիրքը եւ այս պահին քվեարկության ձևը, բովանդակությունը այնպիսին են, որ չեմ կարծում, որ հնարավոր լիներ ինչ-որ բաներ անել, իհարկե չեմ բացառում, բայց ընդդիմությունը բոլոր տեղամասերում ուներ հանձնաժողովի անդամներ, վստահված անձիկ, տեսականորեն միշտ էլ կարելի ասել, հա, որ հնարավոր է այս մարդկանց վրա ազդել են, ինչ-որ բաներ արել են եւ այլը, բայց նաեւ եթե լիներ այդպիսի, այսպես խոշոր վառ արտահայտված ինչ-որ դրսևորումներ, ամենայնտեպս որևէ X տեղամասում այդ թվերի տարբերությունը, որ մենք նախորդի 90-ականների, 0-ականի ընտրություններին տեսել ենք, հա, երբ ընդհանուր մասնակցությունը եղել է, ասենք 50-55%, մի երկու տեղամասում հոսանքազրկումից հետո ստացվել է 85-90% մասնակցություն։ Այդ դեպքում ինչով պայմանավորել այդ անջատումը։
Գիտեք, ես ավելի շատ կասեմ, եթե դիտավորություն կա, ապա ավելի շատ հոգեբանական ազդեցություններ, եկեք չբացառենք նաև տեխնիկական հանգամանքը, հա, նրանք, ովքեր Գյումրիում են ապրում, գիտեն, որ ինչքան հաճախակի են լինում հոսանքազրկումներ։ Իհարկե, սա մեկ տարբերակ, որ իրոք տեխնիկական խնդիր էր, եւ երկրորդ տարբերակ հոսանքազրկում եւ ամենավերջում այ կարելի է մտածել, որ ինչ որ բան փորձեցին անել կամ պլանավորում էին անել կամ գիտեք ինչ, գուցե սա առիթ էր, ինչ որ պրովոկացիա էր ավելի շատ, հա, եկեք ընդունենք, որ իշխանությունն էր կարողանալու դա անել, ավելի շատ պրովոկացիայի համար էր, որ գուցե ընդդիմության այսպես ներվերը չդիմանան, ինչ որ քայլեր անեն, հա, հակաօրինական, որներ առիթ տար հետագայում որևէ գործողությունների։ Բայց եթե այդպես է, ուրեմն փառք ու պատիվ ընդդիմությանը, որ կարողացան այսպես զսպված մնալ, որևէ հագարակ գործողություններ չձեռնարկեցին, հա, ու ի վերջո ցայների հաշվարկը հասավ ըստ տրամաբանական ավարտին։ Պարոն Ավետիսյան, կարծում եմ չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հենց հիմա, հենց այս պահին Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, գյուղերում ուշով հետևում են այն զարգացումներին, թե ինչ է տեղի ունենում Գյումրիում, արդեն հետընտրական, եւ մասնավորապես թե ինչ կասի այն 15.85% ձայն ստացած տեխնացուն, որի ձայները այս պահին շատ վճռորոշ են եւ կարող են նշանակալի դեր ունենալ քաղաքապետի ընտրության հարցում։ Խոսքը Մարտուն Գրիգորյանի մասին է, ով գրառում է արել, որը կարծես թե բացատրման, պարզաբանման տեղիք է տալիս։ Հարցս հետեւյալն է. դուք ինչ եք հասկացել այդ գրառումից եւ արդյոք Գյումրիում այսօր նրան տեսել են։ Հաշվի առնելով այն, որ բավականին երկար ժամանակ է ինչ արձագանք չկար։ Նայեք, հաղորդման սկզբում նախաբանում դուք բազմակողմանի ներկայացրիք բոլոր կողմերի այսպես դիտարկումները, բոլոր կողմերի հայտարարությունները։ Ես այս ամբողջին կավելացնեի մեկ հայտարարություն, դա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հայտարարությունն էր, որն ասում էր, որ ես պատրաստ եմ նստել, որպես միջնորդ հանդես գալ, սա էլ թերևս կարևոր հանգամանք է, հա, ինչ որ երաշխիք է բանակցությունների նստեցնելու համար կողմերին, տեսեք հայտարարությունը բնականաբար տարընթերցման տեղիք է տվել շատերի մոտ, մեկ բան իմ համար գոնե առնվազն պարզ է, հա, ընտրական օրենսգիրքը կարգ է սահմանում, ըստ որի եթե առաջի անդրանիկ նիստի ժամանակ քաղաքապետ չի ընտրվում, հաջորդ նիստի ժամանակ առավել շատ ձայներ ստացած կուսակցության ղեկավարը կարող է ընտրվել, Մարտուն Գրիգորյանը ըստ էության բացառեց երկրորդ սցենարը, ասելով, որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենա, մնացած բոլոր սցենարները այս պահին իմ համար ընդունելի են, հասկանալի են եւ ես ամենայն անկեղծությամբ բոլոր կողմերի դիրքորոշումը հասկանում եմ, ինչքան էլ այսպես ասենք օտում թևածում է այն գաղափարը, որ ընդդիմությունը պարտավոր է միանալ, ընդդիմությունը հարկ է որ միանա եւ այլն, ես գիտեք հասկանում եմ բոլորին, հասկանում եմ նաեւ Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը եւ հասկանում եմ իր վերապահումները։ Իմ համար կարևորը այս հայտարարության մեջ նաեւ որ փաստորեն ինքը բացառում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի հանգամանքը, իսկ մնացած սցենարները գիտեք քննարկելի են, սա ես գիտեք ձեր տաղավարում նախորդ զրույցների ժամանակ ասել եմ, իրականում շատ ավելի մեծ ու գլոբալ ներքաղաքական խաղ է Գյումրիում այս պահին ընտանում, քան ուղղակի պարզ տրիվիալ որ հա ընդդիմությունը հաղթեց, սա նոր զարգացումների սկիզբ է եւ այս զարգացումներում բնականաբար բոլորն ուզում են ունենալ ինչ-որ ստարտային կապիտալ եւ պայմանավորված քաղաքական այսպես շատ գործոններով այդուհանդերձ այս հայտարարությունը պետք չի ընկալել որպես ինչ-որ
մեծ տողատագերի ենթատեքստերի հայտարարություն, ես կարծում եմ, որ կողմերը ընդամենը դիրքավորվում են եւ փորձելու են շարունակելիության տրամաբանության մեջ առավելագույն շատ դիվիդենդներ ունենալ։ Բնականաբար հասկանալի է բոլորին, որ Մարտուն Գրիգորյանը քաղաքացիական պայմանագրին ոչ քվե կտա, ոչ էլ որևէ այնպիսի գործողություն կկատարի, որը կնպաստի դրան։ Սա բոլորին է հասկանալի, այդ թե ինչպիսին կլինեն զարգացումները, մի քանի սցենարներ կա, որը թերևս շատ ավելի մեծ նյութի, շատ ավելի վերլուծությունների կարոտ է եւ բնականաբար ես նաեւ չի ուզենա որևէ կերպ իմ խոսքով կանխորոշել կամ ասել այդ վարկածներից այնպիսին, որը կողմերին նաեւ էլ ավելի կհեռացներ միմյանցից, հա։ Ես առաջարկում եմ այդուամենայնիվ մեկ վարկած քննարկենք եւ դրանով ամփոփենք, մեկ սցենար, մեկ զարգացում։ Այո։ Պարոն Ավետիսյան, ինչ կլինի, եթե հերթական ընտրություն, արտահերթ երկրորդ ընտրությունները նշանակվեն եւ չձևավորվի ավագանի։ Ընտրական պատկերը շատ կփոխվի դրանից, թե ոչ։ Ես օրինակ այսպեսի մի բան եմ կանխատեսում, հիպոթետիկ, օրինակ Եվրադաշինքը, եթե մասնակցեր ոչ թե դաշինքով, այլ տեխնազոն հանդես կար կուսակցություններից մեկի, այսպես ուղղակի անվան տակ, այս պահին կունենայինք լրիվ այլ պատկեր, տեսեք, եթե հաղթահարվի շեմը այդ կուսակցության կողմից, որին ի սկզբանե վերագրվում էր այսպես քաղաքացիական պայմանագրի կցորդի տեր, կարող է շատ բան փոխվել։ Այս պահին ոչ թե կլիներ 33 քվեի մեջ նման հարաբերակցություն, այլ մի փոքր այլ եւ ԿՊ-ն ավելի մոտ կլիներ ըստ էության։ Սա մեկ սցենար, երկրորդ սցենար, ես կարծում եմ, որ գուցե որոշ ուժեր չմասնակցեն եւ գուցե հայտնվեն նոր ուժեր, որոնք կխմբագրեն։ Այստեղ հիմնական մրցակիցները բնականաբար ես կարծում եմ, որ եթե լինի այդպիսի զարգացում, անպայման կմասնակցեն, նույն Վարդան Ղուկասյանը, բնականաբար ԿՊ-ն իր տեխնազույով, նույն Մարտուն Գրիգորյանը, վստահ եմ Այր Հայաստան դաշինքը նույնպես կմասնակցի, Ռուբեն Մխիթարյանը կարծում եմ, որ իր ստացած քվեներից, չգիտեմ, ինքը իր մասով կոետ է դժգոհ, բայց նորից հավանաբար մասնակցության հայտ կներկայացնի, բայց որ նոր ընտրությունը չի նպաստելու ընդդիմության քվեների ավելացմանը, ես կարծում եմ, որ բոլորն են վստահ, որովհետև եթե այս պահին ընդդիմությունը չի կարողանում միավորվել, չի կարողանում միակամություն հանդես բերել, սա ընդհանուր բոլորի նկատմամբ ինչ-որ վերաբերմունքի դրսևորում կլինի ընտրողի կողմից։ Ընդդիմությունը կարծես թե միավորվել է, այսինքն մեկ օղակ է մնում, որ միավորվի, որպեսզի ամբողջ ընդդիմությունը միավորված համարենք։ Դուք ասում եք այն սցենարը, երբ այդ միավորումը ըստ էության պիտի բացառել, հա, որովհետև մեկ սցենարում է հնարավոր նոր ընտրություններ Գյումրիում, եթե ամբողջական միավորում չլինի։ Այսինքն սա այդ դեպքն է, այսինքն եթե դուք ասում եք նոր ընտրություն, հետեւաբար ենթադրելի է, որ չի կայանալու, այսինքն Մարտուն Գրիգորյանը ինչ որ պատճառաբանությամբ իր քվեն չի տալու Վարդան Ղուկասյանին։ Ընդ որում ես եթե դուք տողատակը կամ իմ հասկանալը, եկեք չբացառենք, որ գուցե Մարտուն Գրիգորյանը իր այս հայտարարությամբ, այսպես նաև տողատակում իրեն է տեսնում Գյումրու քաղաքապետի պաշտոնին, բայց եթե սա այսպես է, նշանակում է կողմերը ոչ թե մոտենում են դեպի այսպես համաձայնեցման կոնսենսուսի կետ, կոորդինատային առանցքի կետ, այլ հեռանում են, որովհետև Վարդան Ղուկասյանը օրինակ հայտարարեց, որ զորօրինակ փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մեկին չի տա, որովհետև իր կարծիքով իրեն կալանելու են եւ այս պարագայում փոխքաղաքապետի հանգամանքը կարեւոր է։ Սա կարող է այսպես քննարկման նյութ լինել, մեկը կարող է համաձայն լինել այս տեսակետի հետ, մյուսը չէ։ Այսինքն էլի տողատակ կա, հա, այս պարագայում ինչ տարբերություն ով այդ քաղաքապետի տեղակալը կարող է նրան էլ կալանեն եւ այլն, եւ այդպիսի
ես տեսա մեկնաբանություններ սոցիալական կայքերում։ Այնպես որ գիտեք, երկու կողմն էլ այսպես ինչ որ բաներ է հայտարարել, որոնք տարընթերցման, տարամեկնաբանման տեղիք են տալու, բայց կարծում եմ, որ երկու կողմն էլ հասկանում է, որ անհամաձայնության պարագայում, գիտեք, այնպիսի լուրջ ծանրակշիռ արգումենտներ են բերելու, որպեսզի ընտրողի մոտ խնդիր չառաջանա, որևէ մեկի վերաբերությամբ ինչ որ բացասական բան չձևավորվի, որովհետև սա բոլորին կվնասի միասնական ընդդիմությանը եւ թե անհատապես յուրաքանչյուր տեխնազուի, եթե չկայանա։ Բայց եթե այսպես ասենք ճամբարներում ընդդիմության բևեռներում կա այնպիսի մի արգումենտ, որը ըստ իրենց մաքսիմալ ապացուցողական կլինի թե ընտրողի համար, թե այսպես Հայաստանի ընդդիմադիր հանրության համար, որովհետև ինչպես ասեցիք, ոչ միայն Գյումրիի հարցն է, այլև ամբողջ Հայաստանն է սևեռված հետևում, եւ եթե մարդիկ կողմերը գտնեն այնպիսի մի պատճառաբանություն, բերեն այնպիսի մի արգումենտ, որը առնվազն 51%-ով ապացուցողական կլինի առ այն, որ ավելի ճիշտ է գնալ նոր ընտրությունների, քան հիմա միավորվել, այս բանին ամենայն անկեղծությամբ ես նման արգումենտ դերևս չեմ տեսնում, բայց ես չեմ համարում ամենագետ, գուցեև կողմերն ունեն այդպիսի պատճառաբանություններ, որոնք հետո քաղաքացու ընտրողի մոտ կլինեն հարգելի պատճառ։ Բայց հուսանք, որ կողմերը ի վերջո կգան ինչ-որ ընդհանուր տրամաբանության, գոնե նվազագույն ես պատկերացնում եմ այսպես, հա, եթե հետագայում էլ չեն պատրաստվում այսպես կոալիցիոն քաղաքային իշխանության, հա, որովհետև սա էլ է սցենար եւ ես համարում եմ, որ առնվազն գոնե մեկ օրով այդ կոալիցիան պիտի կայանա, այսինքն կան քվեարկեն որևէ ընդդիմադիր տեխնազուի օգտի եւ հետո ամեն մեկը իր ճանապարհով, հա, կլինի կառուցողական ընդդիմության տերում, թե կլինի այսպես ոչ կոալիցիոն, բայց աջակցող գործընկերոջ ստատուսով, սա արդեն գիտեք մեկնաբանության հարց է, կարծում եմ, որ ամենակարևորը պետք է ուղղակի գալ առաջին նիստին, այդ քվեն տալ, դրանից հետո ամեն մեկը թող մնա իր կարծիքին, մանավանդ որ թե Ռուբեն Մխիթարյանը, թե Կարեն Սիմոնյանը ոնց որ այս ճանապարհը ցույց տվեցին, հա, ասացին, որ մեզ ոչ մի բան պետք չէ, մենք ուղղակի կգանք, կքվեարկենք, կընտրենք քաղաքապետ։ Իհարկե, սա չի նշանակում, որ իրենք պատրաստվում են վաղը անընդհատ աջակցել Վարդան Ղուկասյանին։ Գուցեև պայմանական բյուջեի հաստատման օրը երկուսի ավականիներն էլ դեմ քվեարկեն, հա, եւ սա ոչինչ չի նշանակում։ Սա նորմալ եմ համարում եւ կարծում եմ նվազագույնը այսպես պետք է լինի։ Շնորհակալ եմ շատ մանրամասն վերլուծության համար։ Ես հիշեցնեմ, որ Գյումրիից զրուցում էի անկախ փորձագետ Արտակ Ավետիսյանի հետ։